Միացյալ Թագավորության առևտրի կենտրոններից մեկում, այս հանրահայտ ռեստորանում նախկինում երբևէ տարօրինակ դեպքեր չեն գրանցվել, բայց այս ռեստորանի անձնակազմի որոշ անդամներ ասել են, որ երբեմն, երբ ուշ գիշեր է լինում, նրանք տարօրինակ ձայներ են լսում, դրա ողջ հատվածներում, սակայն 2013 թվականին ինչ-որ բան տեղի ունեցավ։ Այս կադրերը վերցված են ռեստորանի անվտանգության տեսախցիկից, եւ այնտեղ երևում է մի կին, ով ավարտում է իր ճաշը եւ հեռանում։ Այն ինչ տեղի է ունենում հետո, հնարավոր չէ բացատրել, եւ նույնիսկ մեկ այլ հաճախորդ է դա նկատում, դիտեք ինքներդ։ Եթե սա կեղծիք է, ուրեմն շատ որակյալ կեղծիք է, բայց ինձ համար սա հավատալի է դարձնում այն փաստը, որ երբ ափսեն ջարդվեց, այդ կինը շրջվեց եւ նայեց այնպես, կարծես լսել էր, թե ինչ է տեղի ունեցել։ Մինչդեռ նրա ընկերուհին շարունակում էր խոսել նրա հետ։ Եթե նրանք երկուսն էլ համագործակցեին, կարծում եմ երկուսն էլ միասին կկանգնեին ու կնայեին։ Եթե սա կեղծիք լիներ եւ թելեր օգտագործվեին, չեմ պատկերացնում, թե դա ինչպես կաշխատեր, քանի որ կինը, երբ վեր կացավ սեղանի մոտից, անցավ հենց այնտեղով, որտեղով կարող են անցնել մենյուն եւ ափսեն քաշող թելերը։ Այնուամենայնիվ նայելով կադրերին, նա կարծես թե ամենևին անհանգստացած չէր, երբ հեռանում էր։ Մենեջերը մեկնաբանել է այս դեպքը։ Հաճախորդը, ով լսել էր ջարդվող ափսեի ձայնը, նրան տեղյակ էր պահել իրավիճակի մասին։ Նա ասում է. Երբ լսեցինք տեսանյութի մասին, կարծեցինք, թե դա բեմադրություն է եւ անձնակազմը պարզապես զվարճանում է։ Սակայն մեզ հավաստիացրին, որ դա այդպես չէ եւ տեսանյութի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք չենք կարող բացատրել, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Իսկ դուք ինչ եք կարծում, ինչ կլիներ դա։ Ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններում։ 2012 թվականին Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաքում Լիվերպուլ Ռաուդի վրա գտնվող գրասենյակային շենքի անվտանգության տեսախցիկները մի տարօրինակ բան են ֆիքսել։ Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է դատարկ գրասենյակային շենքը կենթանանում գիշերը ժամը 3-ի սահմաններում։ Աթոռներն ու թղթերը թռչում են սենյակով մեկ, համակարգիչները միանում եւ անջատվում են, ստվերները սահում են պատերի վրայով եւ ինչ-որ բան անընդհատ թափահարում է դռան բռնակը։ Մինչ այդ ամենը տեղի է ունենում, կարծես ինչ-որ մեկը փորձում է դուրս գալ։ Եկեք դիտենք մի քանի հատված այդ տեսաձայնագրություններից։ Այս շենքը հանրության կողմից իրականում կոչվում է Մանչեսթերի ամենաակտիվ ուրվականներով բնակեցված գրասենյակային համալիրը, եւ այնտեղ տեղակայված են տասնյակ ընկերություններ, ներառյալ մի քանի ֆինանսական եւ PR ֆիրմաներ։ Բայց խիստ վիճելի է, արդյոք կադրերն իրական են։ Իմ կարծիքով, այդքան էլ իրական չեն թվում այս կադրերը։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններում։
Իսկ մենք շարունակենք։ 2008 թվականին մի տեսանյութ հրապարակվեց YouTube-ում եւ դարձավ վիրուսային։ Այն ցույց էր տալիս ինչ-որ արարած կամ պարանորմալ էակ, որը քայլում էր երկու ոտքի վրա, ունենալով միայն գլուխ, առանց ձեռքերի եւ իրանի։ Տեսանյութը հետագայում անտեսվեց, քանի որ այն չափազանց սեղմված էր եւ պիքսելացված, հասկանալու համար, թե արդյոք այն ենթարկվել է փոփոխության, թեև շատերն ասում էին, որ այն չափազանց իրական տեսք ունի համակարգչային գրաֆիկա լինելու համար։ 3 տարի անց 2011 թվականին մի զույգ խնդիրներ ուներ Կալիֆոռնիայի Յոսեմիթե ազգային պարկի մոտակայքում տեղի ունեցող տնային ներխուժումների հետ։ Ուստի նրանք ուղղեցին իրենց անվտանգության տեսախցիկը դեպի մուտքը, եւ այն, ինչ նրանք ֆիքսեցին, շատ նման էր 2008-ի տեսանյութին։ Եկեք դիտենք։ Ըստ երևույթին, այս փայտանման արարածները կապ ունեն հին բնիկ ամերիկացի հնդկացիների հետ, ինչպես կարող եք տեսնել ծառերի վրա արված փորագրություններից, որոնք արվել են նրանց կողմից հարյուրավոր տարիներ առաջ։ Իսկ հիմա ինչ եք կարծում։ Այս հաջորդ կադրերը ֆիքսվել են լքված հանքերի հետազոտողի կողմից, ով իր բոլոր տեսանյութերը վերբեռնում է իր YouTube-յան ալիքում։ Նա հետազոտել է ավելի քան 100 հանք, բայց երբեք չի հանդիպել այնպիսի սարսափելի բանի, ինչպիսին գտել է Նևադայում գտնվող լքված Հորթոնի հանքում։ Ֆրենկը պարանորմալ երևույթների հետազոտող չէ եւ երբեք չի եղել։ Նա սովորել լքված հանքերի մթնոլորտին, բայց սա այլ էր։ Դատելով նրա մյուս տեսանյութերից չկա որևէ հիմք կարծելու, որ այս տեսանյութը կեղծիք է։ Կադրերն ինքնին խոսում են այդ մասին։ Ուստի եկեք դիտենք։ I don't know why that one chain is swinging back there. Don't know if you can see that in the video or not. Yeah, this mine definitely has a very spooky vibe to it. So I'm going to head back out and check out the other stuff that's here. This is just too wet and too muddy. And obviously something is making the chains swing. So time to get the hell out of here. Եթե սա բավականաչափ տարօրինակ չէր, ապա հաջորդ տարի Ֆրենկը վերադառնում է Հորթոնի հանք եւ ավելի խորը գնում։ Այն, ինչ տեղի ունենում հետո, անկախ նրանից իրական է թե ոչ, թողնում եմ ձեր դատին։ Water and what the f*** is that? I don't know what that was, but there was a sudden blast of cold air, and I'm getting out of here. Ձեր կարծիքները գրեք մեկնաբանություններում։ Եթե ձեզ դուր եկավ տեսանյութը, հավանեք այն, ուղարկեք ձեր ընկերներին եւ բաժանորդագրվեք ալիքին։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։